Սամվել Կարապետյանի թիմի ամբողջ սուտը, որը սահման չունի եւ որը անընդհատ ժողովրդին նյարդայնացնում է, եւ նաեւ մեր կարծիքով սա ազգային անվտանգության ծառայությունը պետքա զբաղվի եւ զարմանում ենք, թե մինչեւ հիմա ինչի արձագանք չի եղել։ Կալուգացի օլիգարխը պետք է դատվի ոչ միայն փողերի լվացման եւ դպրոցներից ու մանկապարտեզներից ու զորամասերից հոսանքի գողության, այլև Հայաստանի պետական շահերի դեմ գործելու, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար չի ստացվի պարզապես այդ լրտեսական գործունեությունը եւ առավել եւս հիմա կալուգացի օլիգարխը թող պատրաստվի նրան, որ դեռ տասնամյակով չի կարողանալու հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, նա պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում որպես լրտես, որպես հոսանքի գող եւ որպես փող լվացող։ Անընդհատ ամեն օրը մի քանի անգամ պնդում են, որ 300,000 ադրբեջանցի է գալու Հայաստան բնակվելու, Նիկոլը արդեն պայմանավորվել է։ Նախ ասենք սա սուտ է, բայց նաև բացատրությունը տանք, տրամաբանդությունը տանք սրա, որ միայն սուտ ասելով չվերջանա, որովհետև սա շատ զզվելի սուտ է, սա նաև ազգային անվտանգության խնդիր է առաջացնում, որովհետև սա կոնկրետ խուճապ է առաջացնում Հայաստանի Հանրապետության ներսում, ինչը որ այո քրյորեն պատժելի արարք է։ Տեսեք, ինչ օրինակ եմ բերում եւ դուք սա տեսնելով արդեն հասկացեք, թե ինչպես են ձեզ ստում։ Լեռնային Ղարաբաղը գրավել է Ադրբեջանը շուտով կլինի 6 տարի։ Այդ տարիների ընթացքում այդ ճանապարհներ սարքեցին, տներ սարքեցին, դպրոցներ, ամեն ինչ սարքեցին, 10-ից 20,000 ադրբեջանցի մշտական Ղարաբաղի բնակիչ չկա։ Ադրբեջանցիները վախենում են անգամ գնալ ապրել Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայ չի մնացել, հայ չկա, որտեղ էլ կռիվ, պատերազմ չի լինելու։ Սամվել Կարապետյանի երևակայությունը տվել է, որ նրանք 300,000-ով այդքան համարձակություն են ունենալու գան Հայաստանում ապրել։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իշխանությունը թույլ կտա նման բան, բայց սա իհարկե ոչ մի իշխանություն թույլ չի կարող տալ։ Ես պատրաստ եմ այդ իշխանության դեմ մեծ ցույցեր իրականացնել եւ այդ իշխանությանը ամեն գնով հեռացնել իշխանությունից, բայց այդ իշխանությունը չկա, այդ իշխանությունը կարող է լինեք դուք, որովհետեւ դուք ավելի շատ եք խոսում դրա մասին, քան Ալիևը, եւ այդ շատ խոսալով հող եք նախապատրաստում դրա համար, որ գաք իշխանության, ասեք Նիկոլը արդեն ստորագրել էր նման բաներ ստեք եւ 300,000 ադրբեջանցի հենց դուք բերեք Հայաստանի Հանրապետություն։ Ես սա չեմ բացառում, բայց բացառում եմ այն, որ Նիկոլ Փաշինյանը բանակցել է կամ կբանակցի ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու մասին։ Մեր տեղեկություններով այս ստերը, այս մեխանիզմները, թե ոնց պետքա ժողովրդի նյարդերի վրա ազդեք, փոխանցվում են Մոսկվայից, հատուկ ծառայության կողմից, լղոզվում են մամուլում այս թեմաները եւ ընդդիմադիր դաշտը այս թեմաները ըստ իրենց վերցնում է մամուլից։ Մենք չգիտենք իրանք Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ ուղիղ են աշխատում թե ոչ, բայց իրենք խոսում են այն ամեն ինչը որ պետքա խոսել ռուսական շահերի համար, որ Հայաստանի Հանրապետությունում ռուսական իշխանություն գա։ Այս երկիրը էլ գոյություն չի ունենա որպես Հայաստան, ոչ մի բան չի լինի, ոչ թռիփ կլինի, եթե թռիփ չեղավ կլինի պատերազմ։ Եթե Սամվել Կարապետյանը գա իշխանության եւ թռիփ չլինի, կլինի պատերազմ եւ միգուցե Սյունիքի մարզը կորցնենք։ Իսկ ինչի թռիփ չի լինի, որովհետեւ իրենք փորձում են թռիփում ներքաշել Ռուսաստանի Դաշնությանը։ Ամերիկան կասի ես այսքան ձեր համար կոպիտ ասված վիզ դնեմ, ձեր համար բերեմ խաղաղություն, ձեր հարցը լուծեմ, որ ոչ մի պետություն չէր անում, այդ թվում նաև Ռուսաստանը, դուք ռուսներին բերեք իմ արած գործի վրա, ինձ շեֆ դնեք կամ իմ հետ հավասարացնեք նրան։ Ամերիկան դուրս կգա, Ամերիկան կաջակցի Ադրբեջանին, Եվրոպան կաջակցի Ադրբեջանին եւ դուք կմնաք, նույնիսկ Ռուսաստանը ձեզ չի օգնելու, որտեղ Ռուսաստանը արդեն ատում է հայ ժողովրդին։ Դա տեսնում ենք Լարսում կատարվող իրավիճակով։ Եվ այսքանից հետո դուք գնացեք որոշեք, թե ում եք ընտրելու
Նաև կխնդրեմ, որ այս եթերը շատ տարածվի, որպեսզի մարդիկ տեսնեն ու հասկանան, թե ինչից հետո ինչն է գալիս, եւ շատ նման եթերների համար միացեք մեր ալիքին ու սեղմեք հավանել կոճակը։ Եվ այսպես ուշադրություն, գաղտնալսումներ։ Գաղտնալսումների 99%-ը ամբողջությամբ մեր ձևով շարժման կամ ուժեղ Հայաստան կուսակցության համակիրների խոսակցություններից է տարածվում եւ ընդհանրապես ինչ կա սրա մեջ, ինչպիսի վտանգներ կան եւ ինչու չեն իրավապահները կոնկրետ կուսակցությանը ենթարկում համապատասխան պատժի եւ ինչու պետք է ընտրություններին մասնակցի մի կուսակցություն, որտեղ աճ ու ձախ փողեր են բաժանում, որովհետեւ իրենք այդ փողի խնդիրը չունեն։ Եվ տեսեք մի հետաքրքիր փաստ, մինչև այս գաղտնալսումները Սամվել Կարապետյանը եւ իր թիմը ունեին շատ ահռելի մեկ մինուս, դա Սամվել Կարապետյանի կապն էր Ռուսաստանի Դաշնության հետ, որը աշխատելու է բնականաբար իր դեմ։ Գաղտնալսումների ընթացքից արդեն հասկացանք, որ նախկին բարքերը եւ վարքերը վերադարձնելու ինչ-որ process է սկսել, եւ այս գաղտնալսումները ամբողջությամբ տեղավորվում են այս հայտարարության մեջ։ Դա Սերժ Սարգսյանի ժամանակ էր, երբ որ 5000 դրամով փորձում էին ձայն առնել ժողովրդից։ Մենք զարմանում ենք իհարկե, որ Հայաստանի Հանրապետությունում այս երկրի դժբախտությունները տեսած մարդիկ, թե փողով ընտրված իշխանությունները ինչ խնդիրներ են առաջացրել, որ բանակում զենք չկար, բանակում զինվորը գարի-ցորեն էր ուտում եւ այդ բանակը պարտվեց 20 թվականին, դուք ուզում եք էլի կոռումպացված ռեժիմ ստեղծեք ձեզ համար, բերել իշխանության, հարգելի ժողովուրդ, չի կարելի վերցնել ընտրակաշառք։ Խնդրեմ, ուզում եք ընտրել Սամվել Կարապետյանին, գնացեք ընտրեք Սամվել Կարապետյանին։ Դրա դիմաց գումար վերցնելը անբարոյականություն է եւ որը պետքա պատժվի շատ խիստ։ Նաեւ ուզում ենք իրենց մոտեցումը ներկայացնել։ Սամվել Կարապետյանը այս հարցին ի պատասխան ասում է, որ սա իշխանություններն են սարքում, դրանք կեղծ են։ Ես չեմ կարծում, թե իրավապահ համակարգը պետքա իշխանությունների համար կեղծիքներ անի, որովհետև շատ լավ հասկանում է այդ իրավապահ համակարգի աշխատողը, որ եթե իշխանություն փոխվեց հանկարծ, առաջին հենց իր հետևից են գնալու, բայց կլինի դատական նիստեր, կհասկանանք սրանք կեղծիքներ են, թե սրանք իրականություն են, ամենայն դեպս ձերբակալվողները իրական մարդիկ են եւ եթե լինի կեղծիք, ոնց են ձերբակալվելու, անկապ գնալու են նստեն, հետո անկապ դատա լինելու, ազատ են արձակվելու այդ մարդիկ։ Նաեւ ուզում եմ ասել հետեւյալը.